Զոհրաբյան, ձեզ թույլ չտվեցին այստեղ հավաքված քաղաքացիները դեպի Օվանավան գնալ։ Խնդրում եմ նախ այցի նպատակի մասին։ Տեսեք, քանի որ Հովանավանքում պետք է պատարակ կատարվեր եւ դրա հետ կապված նախապես կար արդեն ներկայացված համապատասխան դիմում եւ փաստաթղթեր եւ նաեւ Մայրաթորից Պաչաչ Հայր Սուրբը պետք է ներկայանար պատարակը մատուցելու։ Բայց ինչպես տեսակ ոստիկանների հետ համատեղ ուժերով խոչընդոտվեց մեր մուտքը, ի սկզբանե մեքենան չթողնեցին մուտք գործի, ոտքով մենք հասանք այստեղ եւ նաեւ չթույլատրեցին։ Բնականաբար բազմաթիվ մարդիկ էին եկել, ոստիկանների հետ համատեղ չթույլատրեցին, որպեսզի Հայր Սուրբը կատարի պատարակը։ Այսքանը։ Հիմա ներսում կարգալույց եղած քահանան է։ Այո, ենթադրում եմ, որ այո։ Մայրաթորը հայտարարություն էր տարածել, նշելով, որ սա նաեւ քրեորեն պատժելի արարք է։ Ծեսի կատարմանը խոչընդոտել, այո, դա քրեորեն պատժելի արարք է, բնականաբար այս խնդիրը եւ հոգեվոր եւ, այսպես ասեմ, աշխարհիկ օրենքներով բնականաբար խնդրահարույց է։ Քիչ առաջ եկեղեցուց մի քաղաքացու դուրս բերեցին բիրտ ուժ կիրառելով, ով համարձակվեց ասել Ասատրյանի անուն ազգանունը, ինչ որ տեղյակ եք այդ ասել։ Այդպես լսեցի, մի հոգի այդպես բան պատմեց, մանրամասն չգիտեմ, ձեզ շնորհակալություն, ուղղակի մենք հիմա։ Ահա, նաև Արագածոտնի թեմից հոգևորականներ էին հրավիրվել քննչական կոմիտե, սրա մասին ինչ թարմացում կա։ Դա արել են հավանաբար, որ հոգևորականները այստեղ չգան, երկուսին փորձել են բերման ենթարկել, հետո ճանապարհին բաց են թողել, երբ որ համոզվել են, որ Հովանավանք չեն գալիս, այս բանն այսքանն է, քիչ հետո հայտարարությունների մասին կասենք։ Սրանք այս քայլերը Բաց այդ անօրինական թույլ չտան Հովանավանքի մուտքը մյուս հոգևորականներին։ Այո, որպեսզի այսօր պատարակը այստեղ անցկացնի կարգալույց եղած քահանան։ Շնորհակալություն։ Բայց պարոն Զոհրաբյան, մի հարցեր ունեմ։ Այսօր հայտարարեցին, որ սկսվում է Մայրաթորի դեմ արդեն գործողություններով քայլերը։ Դե այդ ասողին հարցերն ուղեք, իրենք թող սկսեն, մենք էլ կպատրաստենք պաշտպանվելու։